Կարծիք ունեք այն մարդկանց մասին, ովքեր չունենալով վարորդական իրավունք տրանսպորտային միջոց են վարում։ Շատ վատ կարծիք ունեմ։ Ես հաջորդ հարց տամ ես կապակցությամբ, ձեր որդին այժմ անցնում է քրեական գործով, որտեղ իրեն մեղսագրվում է զրկված վարորդական վկայական ունենալով հանդերձ ոչ թափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը։ Այս մասով որովից ասելիք ունեք, ես բնականաբար չեմ ուզում այնպիսի հարց տամ, որը կարող է ձեր որդու պաշտպանության խանգարել, բայց այս մասով եթե ասելիք ունեք։ Իհարկե ունեմ ասելիք։ Ուրեմն, ինչպես նշեցի, շատ վատ է վերաբերվում դրան, այնտեղ մի ընդամենը հանգամանք իրականությունը չրամ, այսինքն ոչ թե դուք ճիշտ չներկայացրեք, սխալ եք եւ միգուցե չգիտեիք, ոչ թե զրկված էր վարորդական իրավունքից, այլ ինքը ընդհանրապես վարորդական իրավունքի վկայական չունի, ինչ վերաբերում է կառուցված քրեական վարույթին։ Ուրեմն անմեղության կանխավարկածը հաշվի առնելով եւ հաշվի առնելով, որ քրեական գործը ներկայումս քննվում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, ես այդ ուղղությամբ ձեռնբականում մեկնաբանություններ կատարեց, բայց կարևոր մի հանգամանք եմ ուզում ասեմ, չեմ կտրում թելը, պարոն Իոնիսյան, տեսեք, որտեղ ասելիք ունեմ այդ ուղղությամբ։ Ուրեմն ընդհանրապես կասեմ, որ գործի փաստական հանգամանքները, մեղադրական ակտի մեջ ներկայացված փաստական հանգամանքները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը, բացարձակապես, եւ այլ իրողություններ են իհայտ գալիս եւ իհայտ գալու դատական քննության ժամանակ։ Դրան միաժամանակ նաեւ հավել եմ հետեւյալ տեղեկությունը մոտորելու համար, մոտավորապես մի 10 օր առաջ հակակոռուպցիոն քննչական կոմիտեում քննված մի քրեական գործ է ուղարկվել դատարան, որով, եթե չեմ սխալվում, մոտ 40 պարեկների պարեկներին քրեական հետապնդում էր հարուցված կեղծ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար։ Երևի թե այսքանը բավարար է, որպեսզի մնացած հանգամանքների մասին չասեմ, հաշվի առնելով գործը քննվում է դատարանում։ Միայն ընդամենը կարող եմ պնդել, որ փաստական հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում։ Քրեական գործով կատարվել շատ թերի քննություն, ընդհանրապես կարելի ասել քննություն չի կատարվել։ Իմ տղան մեքենան չի վարել, երկու փաստական հանգամանք բացահայտեմ այնուամենայնիվ։ Պարեկները մոտեցել են դադարի վիճակում գտնվող մեքենային, դադարի վիճակում բակում գտնվող մեքենային։ Երկու հոգի կանգնած, որից մեկը իմ որդին է, մի անգամից ասել են, որ մեքենան դու վարում ես։ Եթե պրոֆեսիոնալ իրավաբանները այս հանգամանքին կդիտարկեն որպես քրեական օրենքով նախատեսված հանրային վտանգավոր արարքի կատարում, ես էլ բան չունեմ ասել։ Շատ լավ, պարոն Բաթիկյան, դուք նշեցիք օրինակ Դանիան եւ Դանիայում վարորդական վկայական չունեցողի կողմից տրանսպորտային միջոց վարելը ես հասցրեցի որոնեմ կրկնվելու դեպքում ընդհանուր միջև ազատազրկում նախատեսող արարք է։ Ձեր որդին անցած տարի 7 անգամ տուգանվել է վարորդական վկայական չունենալով տրանսպորտային միջոց վարելու համար։ Մի տարվա ընթացքում 7 անգամ։ Ինչ կասեք այս կապակցությամբ, արդյոք բողոքարկվել են այս որոշումները, արդյոք դուք եք ձեր եւ Մազդայով, հենց ձեզ պատկանող Մազդայով, արդյոք դուք եք մեքենան տվել իրան, որ վարի, թե ձեր կամքին հակառակն ա վերցրել։ Շատ լավ, պարոն Իոնիսյան, ուրեմն ես իմ խոսքում մեքենայի վերաբերյալ հարցը, որ բարձրացրեցիք, ներողություն, ասի, որ մեքենան պատուհաս է դարձել իմ ձեռքին, իմ գլխին։ Ուրեմն իրականում խախտումները կատարվել են որդուս կողմից։ Նշեմ, որ որդից 24 տարեկան է, չափած անձնավորություն։ Խախտումները կատարվել են նրա կողմից հստակ, ուրեմն չեն բողոքարկվել խախտումները, որովհետև փաստացի կատարվել են նրա կողմից, կատարվել են բացառությամբ գիշերային ժամերին, մեր տնից մոտավորապես 1 կիլոմետր հեռավորության վրա, ինքը որոշել է փորձարկել իր հմտությունները եւ հմտություններ ձեռք բերել վարորդական իրավունք ստանալու համար։ Բնականաբար ես դրան շատ վատ եմ վերաբերվում, բայց հաշվի առնենք մի հատ այսպեսի իրավիճակ։ Նորից եմ ասում, տղաս 24 տարեկան է, ինքը ինքնուրույն անձնավորություն է, կարող էր ամուսնացած լինել, առանձին ապրել եւ այդ հանգամանքը
չեմ արդարացնում բնավ, բայց ամեն դեպքում էսա որպես ավելյալ տեղեկություն ներկայացնել եւ որը պետք է ասի։ Իմիջիայլոց ասեմ, այդ 27 խախտումներից այդ 7-ը վերաբերում են 27 խախտումները ներառված են դրա մեջ։ Դրանք էլ են կարծես թե ներկայացված։ Կարծես թե հաստատապես չեմ կարող պնդել։ Ամեն դեպքում ես դրան վերաբերում եմ շատ վատ եւ հիմա ինքը պիտի վարորդական իրավունքի վկայական ստանա օրենքով սահմանված կարգով։ Խախտումները կան, առկա են, բայց ինչ վերաբերում է քրեական գործի փաստական հանգամանքներին, դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ամբատկյան, դուք նշեցիք, որ ձեր որդին է ընտրել եւ ցանկացել, որ այս մեքենան գնեիք, դա 26 ամիս առաջ է տեղի ունեցել։ Այսինքն 26 ամիս առաջ աչուրդից գնել եք մեքենա եւ ըստ էության ձեր որդին այս ընթացքում փորձել է վարորդական վկայական ստանալ։ Պարոն Յանիսյան, ես նույնիսկ եմ կրկնում, մոտավորապես մի 7-8 ամիս մեքենան չէր վերանորոգվում։ Ասեցի, էվակուատորով մի տեղ սպասարկման կայանից տեղափոխում ենք մյուս տեղ սպասարկման կայանը։ Անընդհատ վերանորոգումների մեջ էր։ Բայց դա վարորդական վկայական ստանալու խոչընդոտ է կամ ես կարծում եմ այդ երևի որդուն դուք ներկայացնեք, որովհետև նորից եմ կրկնում անչափահաս չի 24 տարեկան, բավականին կրթված, խելացի, գյուտարար է իմիջայլոց, գյուտեր է հրապարակել եւ հայտնագործել, որոնք կապված են մեր աշխատանքին, անմիջականորեն առնչվում են մեր աշխատանքին։ Սա ներկայացնելով տղայիս անձնային հատկանիշները փորձում եմ, որովհետեւ դուք էլ կարծիք կազմեք, որ այնպեսի մի որդի չի, որ մենակ կատարում է ճանապարհային երթևեկության խախտումներ։ Հանրօգուտ աշխատանքով է զբաղվում եւ մնացած հանգամանքների մասին կարծում եմ շուտով ավելի ակնառու կդառնա ձեր բոլորի համար, որովհետեւ հանրային դաշտում ինքը հանդես է գալու իր գյուտերով։ Շնորհակալություն, պարոն Բատկյան, դուք նշեցիք, որ հիմնականում գիշերվա ժամերին են արվել խախտումները, ասեմ, որ խախտումները արվել են նաև ցերեկային, երեկոյան ժամերին, ցերեկային եւ երեկոյան ժամերին, բայց այդուհանդերձ այս հարցի մնաց անպատասխան։ Ինքը տրանսպորտային միջոցը վարել է ձեր կամքին հակառակ, թե դուք թույլատրել եք, որ ինքը ձեզ պատկանող Մազդան վարի։ Պարոն Յովհաննիսյան, եթե նույն բնակարանում ապրում են նույն կենցաղով մարդիկ, մեքենայի բանալի կլինի, բնակարանի բանալի կլինի, ինչ որտեղ նաև գումար կլինի, բոլոր ընտանիքի անդամները օգտվում են այդ հանգամանքից, այսինքն չկա մի հանգամանք, որ ես օրինակի համար չերկիզվող պահարանում բանալին դնեմ, ես հասկանում եմ ձեր հարցադրման իմաստը ինչի մասին է խոսքը։ Բանալները դրված է մի տեղ ու մնացած են բոլոր իրերը ընդհանուր կենցաղ օգտագործող անձանց համար։ Եվ այդ պայմաններում դուք ուզում եք բերեք երևի այն հարցադրմանը, որ իմ կամքից անկախ հանգամանքներում է տեղի ունեցել։ Ես ձեզ ասեմ, մի անգամ նույնիսկ ես եմ իրեն հանձնարարել, որպեսզի շատ վատ էի զգում գիշերային ժամեր, որպեսզի դեղատնից ինձ համար դեղ գնի։ Իրականում ես ու ինքն էինք բնակարանում եւ ես ազնայեցի, ինքը գնաց, վերցրեց, վերջում էլ եկավ ասեց, որ բարեկները իր նկատմամբ ակտ են կայացրել։ Չեմ խրախուսում ամենայն դեպս, նորից եմ կրկնում, ուզում եք 100 անգամ հարցը տվեք, ասել եմ, չեմ խրախուսում ոչ մեկի կողմից առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոցների վարելը։ Շատ լավ, բայց ես եմ խնդրում, ուղղակի շատ հարցեր կան, որ տեսնենք այդ միջում հայտարարելու անհրաժեշտություն կա, թե չկա։ Լավ, փորձենք ավելի լակոնիկ։ Մոտավորապես Ես որ լրագրողներն էլ իմանան, սովորի չմնա։ ունեմ հարցեր, բայց ինձ թվում է Եկեք միջև երկուսը աշխատենք, երկուսը ստաց ու հասկանանք այն միջում հայտարարեն, թե Ավարտենք տեխնացիան շատ երկար։ Տեխնացիան ավարտենք։ Եթե օգնեք ուզում եք հարցերը փոխանցեմ հետո։ հերո եմ դեռ օգնելուց։ Պարոն Բատկյան, եկեք ճիշտ հասկանանք։ Առաջին անգամ տեղի ունենում դեպքը։ Ձեզ պատկանող տրանսպորտային ձեր որդուն Ներողություն, դեպքը չէ, զանցանքը։ Այս դեպքը քրեա իրավականի մասով չի ասում դեպք։
Առաջի անգամ դա տեղի է ունենում, ձեր որդու նկատմամբ կազմվում է արձանագրություն, ձեզ պատկանող տրանսպորտային միջոցը ենթադրվում եմ տարվում է տուգանային հրապարակ, դուք որպես սեփականատեր գնում տուգանային հրապարակից վերցնում եք, այսինքն բացառված է, որ դուք որևիցե կերպ չիմանայիք, որ ձեր տրանսպորտային միջոցով ձեր որդին առանց վարորդական վարել է։ Հետո նորից է տեղի ունենում, նորից միայն անցյալ տարվա ընթացքում 7 անգամ մի քիչ տպավորություն ստեղծում, որ ըստ էության այդտեղ կա ձեր առնվազն լուր համաձայնությունը, որտեղ հակառակ դեպքում ես վստահ եմ դուք շատ միջոցներ ունեիք, որպեսզի կանխեիք, որ դա անընդհատ տեղի չունենա, էլի։ Բարբերաբար տեղի չունենար։ Այո, բարբերաբար տեղի չունենար։ Պարոն Հովհաննիսյան, ուրեմն ես հասկանում եմ, որ դուք ուզում եք կարծես թե քննչական որոշակի տակտիկակի արժով հարցաքննության ենթարկել եւ ինչ-որ միտեղ ծուղակ է գցել ինձ, բայց ես ծուղակ ընկնելու որևէ բան չունեմ, որովհետեւ արդեն ճակերտավոր ասած անկեղծորեն զղջացի։ Ինչ վերաբերում է ձեր հարցադրման մեջ ներկայացված հանգամանքներին մեքենան տուգանային հրապարակ տանելուն, որևէ անգամ մեքենան տուգանային հրապարակ չի տարվել։ Որովհետեւ տղաս այդ խախտումները կատարելու ընթացքում իր հետ մշտապես գտնվել են իր ընկերներից որևէ մեկը, որ ունեցել է տրանսպորտային միջոց վարելու վարորդական իրավունքի վկայական, ոչ թե ես էլ ճիշտ ասած զարմացա այդ հանգամանքից ու այդ դատարանի գործի քննության ընթացքում այդ հարցը բարձրացվեց։ Որպես սեփականատեր ճիշտ եք ասում, պետք է վարչական եւ ախախտման արձանագրությունը կազմել իմ նկատմամբ, բայց խախտվել է այդ պահին մեքենայում գտնվող իր ընկերոջ վերաբերյալ, իր ընկերոջ նկատմամբ։ Մեքենան երբևէ պատասխանատու ասում եմ տուգանային հրապարակ չի տարվել։ Լուր համաձայնություն ես չեմ դրսևորել։ Նորից եմ կրկնում, որ 24 տարեկան տղան կարող էր ամուսնացած լինել, երեխաներ ունենար, առանձին ապրեր եւ այդ 24 տարեկան չափած մարդուն, որը ունի իր գործունեության ուղղությունները, իր մտածելակերպը ամեն ինչ վերաբերել, իմիջիայլոց ասեմ, մտածելակերպը որդուս։ Ասես մի արձադրումից հնարավոր է հանրությունը կարծիք կազմի, որ չգիտեմ, ինչ-որ վարչական, զանցանք եւ այլն քրեական գործի քննություն, բայց ինքը շատ ակտիվ ներգրաված է հասարակական, դեռևս հասարակական կյանքում, արդեն ասեցի, թե ինչ գործունեություն է իրականացնում, եւ ինքը բնավ այդ նկարտումներն ու մկարտումները չունի դառնալու ինչ-որ մի, չգիտեմ, մեր ուղղությունից չեղի ինչ-որ մի բան դառնա։ Իրավաբանը նորից եմ կրկնում եւ ունի շատ առողջ մտածողություն, ինչպես նաեւ մի քանի առաջ այս մրցույթից առաջ որ խոսում էինք, ունի նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի լուրջ մտադրություններ եւ մտահոգություններ։ Արդեն ինձ բավականին ուղղություններ են ներկայացրել այդ արհեստական բանականությունը, որ ներկայացնում տղայիս գյուտերի հետ է կապված։ Ներկայացրել, թե ինչ ձև կարելի է վերանել, վերլուծել ու ստանալ այդ ամեն ինչը։ Չեմ արդարացնում, պարոն Հովհաննիսյան, բայց ձեր հարցաքննության տակտիկան նորից եմ կրկնում։ Ինչքան էլ որ խորացնեք, ես արդեն անկեղծորեն զղջացել եմ այդ հանգամանքի մասին։ Պարոն Բաթիկյան, խնդիրը ստեղ ձեր զղջալը չի եւ առավել եւս մենք չենք քննարկում Ճակերտավոր եմ զղջալը։ Եվ չենք կասկած տակ դնում ձեր որդու անձնային հատկանիշները, այս քննարկումը դրա մասին չի, բայց այս մասով ես այսպիսի մի հարց ունեմ, տեսեք, դուք նշեցիք, որ ձեր որդին իրավաբան է, եւ այժմ տարբեր տեղեր քննարկվում է, որ Հայաստանի իրավական դաշտում կա բաց եւ վարորդական վկայական չստանալը ավելի ձեռնտու է, քան վարորդական վկայական ստանալը, եթե դու նենց պարբերաբար իրավախախտումներ ես գործելու, որովհետեւ եթե դու վարորդական վկայական ստացել ես ապա զրկվել ես եւ զրկվելուց հետո նորից մեքենա վարել ես, ապա քրեական հետապնդման կարող ես ենթարկվել։ Եթե դու վարորդական վկայական չես ստացել, դու ոնց էլ մեքենա վարես, դու եթե իհարկե ծանր հետևանքներով վթարի մեջ չես ընկնում, քրեական հետապնդման դրա համար չես ենթարկվելու։ Հիմա կարող է նաև հանրության մոտ տպավորություն ստեղծվել, որ ձեր որդին հատուկ վարորդական վկայական չի ստանում, արդեն 2 տարուց ավել գիտի, որ ինքը մեքենա է ունենալու ունի, բայց հատուկ վարորդական վկայական չի ստանում, առավելևս որ աստիճ տաղանդավոր է եւ մենք կասկած չունենք, որ հիմք չունենք դա կասկածելու եւ հիմք չունենք մտածելու, որ ինքը կարող է չի կարողանում վարորդական վկայական ստանա, իսկ ինչպես կփարատեք կամ ուտեք արդյոք ինչ որ փաստարկ, որով կփարատեք մեր այն կասկածը, որ միգուցե հատուկ չի ստանում վարորդական վկայական։
Ուրեմն ձեր հարցադրումը ոչ թե հարցադրում էր բարձր պարունակում, այլ ավելի շատ ոնց որ թե պնդում էր պարունակում, որ ինքը 2 տարի իմանալով հանդերձ եւ այլն։ Նման բան իհարկե գոյություն չունի, եմի դուք շատ լավ գիտեք, օրինակ մոտավորապես 1-2 ամիս փորձում է գրանցվել վարորդական իրավունքի քննություններ մասնակցելու համար չի ստացվում, որովհետեւ համակարգը իրոք չի աշխատում։ Մի ամիս առաջ մենք փորձել ենք որդուս հետ, բավականին երկար ժամանակ չկարողացանք։ Խորհուրդ տվեցին, որ շրջաններից մեկում փորձել, հիմա փորձում ենք, իհարկե փորձեցինք, դա էլ չստացվեց Արմավիրի մարզում։ Այս բանը չի ստացվում, բայց այդ հարցը պարոն Հովհաննիսյան լուծված է, դրա քննարկելու բան էլ չէ, էլի, որ ինքը հատուկ չի ստանում, իսկ ինչ վերաբերում է ձեր ներկայացրած հայեցակարգին, վարորդական իրավունքի վկայական չունենալու, դրա մեջ կա իրականում ճշմարտացիություն, բայց կա նաև այլ հայեցակարգ, եթե չեմ սխալվում, դատախազության կողմից մշակված, որ ապաքրեականացնեն այդ արարքները, այդ հայեցակարգն է գործում։ Ուղղակի այստեղ, չգիտեմ, ձեր հարցադրումը բերում ներկայացնում է մի գլոբալ հարցադրման հետ եւ վերջում ասում եք, որ ինքը չի ուզում ստանա ի վերջո, այսինքն ո՞նց կարող է չստանա։ Ոնց որ ներկայացնեք, ասեք, չի ուզում ստանա անձնագիր։ Դա չի կարող լինել։ Ուղղակի կան որոշակի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Նախ առաջին իր զբաղվածությունը իր գյուտերով եւ այլն աշխատանքով կապված, երկրորդն էլ այս տեխնիկական բաները, օբյեկտիվ լուծումների բացակայությունը։ Նորից ասում եմ, 1 ամիս փորձեցինք ու չստացվեց, որ գրանցենք, ինքը գնար քննություն անցներ։ Նույնիսկ գնացել է Քանաքեռ Զեյթունում մի ավտոդպրոց կար, այնտեղ մասնակցել է դասընթացների եւ տեսական մասով եւ մեքենա վարելու մասով։ Ավարտելուց հետո փորձում են գրանցվել, ոչ մի ձև չի ստացվում, դե մենք կլուծենք այդ խնդիրը։ Իհարկե չեմ ասում, որ դա մեծ ինչ-որ գլոբալ խնդիր է այս պահին։ Ամենայն դեպս ձեր հարցում նշված հանգամանքը, որ արդյոք ինչ մի փաստարկ բերեմ կամ պնդում կատարեմ, որ փարտի հանրության կարծիքը, որ որդից այդպես էլ չի ունենալու վարորդական իրավունքի վկայական։ Ունենալու